Հայաստանում արտահանման ոլորտում պատկերը մնում է մտահոգիչ, անկման տեմպը մի քանի ամիս շարունակ մեղմվելուց հետո օգոստոսին կրկին վատթարացել է, հասնելով 40,8%-ի։ Հունվար-օգոստոս ամիսների արտահանման անկումը կազմել է 48,8%։ Անկման այս մեծ չափերը ըստ մասնագետների հիմնականում պայմանավորված են վերաարտահանման ծավալների նվազմամբ, եւ դրա մեծ մասը ճշգրտելու դեպքում արտահանման աճը կազմում է ընդամենը 2,5%, ինչը ցույց է տալիս, որ արտահանման պոտենցիալն էականորեն նվազել է։ Ադրբեջանից Հայաստան կուղարկվի նավթամթերքի առաջին խմբաքանակը։ Տեղեկությունը հայտնում է ադրբեջանական գործակալությունը։ Նոյեմբերի 28-ին Գաբալայում Հայաստանի եւ Ադրբեջանի փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանի եւ Շահին Մուստաֆայևի հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն այսօր Հայաստան է ուղարկվել 22 վագոն AI-95 տեսակի բենզին սոկարի արտադրած։ Նշվում է, որ արտահանումը զուտ առևտրային բնույթ ունի եւ բենզինն իրացվելու է միջազգային շուկային համապատասխանող գներով։ Սեպտեմբերի դրությամբ 2118 ուսուցիչ ստանում է 300,000-ից մինչև 400,000 դրամ վարձատրություն, 863 ուսուցիչ 400,000-ից մինչև 500,000 դրամ, 109 ուսուցիչ 500,000-ից մինչև 600,000 դրամ, 22 ուսուցիչ 600,000-ից մինչև 700,000 դրամ եւ 2 ուսուցիչ 700,000 դրամ եւ ավելի վարձատրություն։ Կառավարության նիստում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ 300,000 դրամ եւ ավելի աշխատավարձ ստացողների թիվը չի աշխատող ուսուցիչների 8,5%-ը։ Սոցիալական տարբեր հարթակներում տարածվում են կեղծ տեղեկություններ եւ տեսանյութեր ներքին գործերի նախարարության անունից վարորդական վկայականների տրամադրման միջնորդավորված կամ պարզեցված եղանակների վերաբերյալ։ Ոստիկանությունը տեղեկացնում է, որ նման հրապարակումները խարդախություն են եւ չեն համապատասխանում իրականությանը։ Կան նախաձեռնված քրեական վարույթներ, կոչ են անում զգոն լինել եւ չտրվել խաբեություններին։ Վարորդական վկայական կարելի է ստանալ բացառապես օրենքով սահմանված ընթացակարգով։ Ողբերգական դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում ժամը 06:25-ի սահմաններում ցրտահարություն ախտորոշմամբ Գորիս բժշկական կենտրոնը տեղափոխվել մի տղամարդ, ով ժամեր անց մահացել է։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մահացածը Սյունիքի մարզի բնակիչ 69-ամյա տղամարդ էր։ Իրավապահները պարզել են, որ նա բնակվել է միայնակ, ունեցել է թոքաբոր ախտորոշմամբ հիվանդություն։ Բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Քնարիկ Պետրոսյան, ժամը լրատվական։